21-րդ դարում մենք պարտավոր ենք լինել տեղեկացված և իրազեկված, սա վերաբերվում է նաև սեռական առողջությանը։ Վեգարան, վիագրան, վեգարփին, թե սիլդենաֆիլ պարունակող այլ պրեպարատներ, որոնք ցավոք սրտի շուկայում գտնվում են ազատ վաճառքում, դրանք պրեպարատներ են, որոնք նախատեսված են տղամարդկանց մոտ սեքսուալ դիսֆունկցիաների կարգավորման դեպքում, նշանակման պարագայում խոսքը վերաբերվում է էրեկցիայի խնդրին։ Սակայն խիստ կարևորում եմ այն հարցը, որպեսզի այդ պրեպարատների նշանակումը լինի բացարձակապես բժշկի կողմից և վերահսկողությունը և դոզաների հետ կապված և ցուցումների և բնականաբար ինչպես նաև հակացուցումների։ Սակայն հաշվի առնելով, որ այսօր մեր հասարակության մեջ ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր նմանատիպ պրեպարատները օգտագործում են որպես երբ իրենց տրամադրությունը տեղն է կամ որոշների միգուցե տեղը չի, մարդիկ, ովքեր օգտագործում են, երբ որ որոշում են լևի գնան, մարդիկ օգտագործում են, որոնք ինչ-որ մեկին ուզում են զարմացնել և այլն և այլն։ Եկեք հասկանանք, ընկերներ, ինչումն է այս ամեն այս ամեն ինչի խնդիրը կայանում, որովհետև հաճախ են և օգտագործում են և հարցնում, ասում են ինչ խնդիր կարա առաջանա, կախվածություն կարա։ Եթե դուք կախվածություն բառը նկատի եք առնում, որ այնպիսի կախվածություն, ինչպես օրինակ հոգեմետ պրեպարատներից կա, այդպիսի կախվածություն չի առաջանում։ Հարցն այստեղ բոլորովին այլ բանի մեջ է։ Երբ որ դուք օգտագործում եք նմանատիպ պրեպարատներ, ձեր սեռական կյանքը փոփոխվում է։ Այսինքն այդ պրեպարատներն օգտագործելուց ձեր էրեկցիան լինում է ավելի լավ, քան կար մինչև այդ։ Մինչև այդ էրեկցիան նորմայի տարբերակեր, թե իսկապես խնդիր կար, դա բոլորովին այլ հարց է, որովհետև մենք հաճախ հանդիպում ենք իրավիճակները, երբ էրեկցիայի խնդիրը հնարովի է կամ ինչպես ասում ենք մենք այլ կերպ կեղծ խանգարում է մի իրավիճակ, երբ մարդը նորմալ էրեկցիան դիտարկում է որպես խնդիր, չի հարմարվում, որ իր էրեկցիան այդպիսին է, բայց այդ էրեկցիան համապատասխանում է տարիքային նորմատիվներին։ Եվ երբ սկսում եք օգտագործել նմանատիպ պրեպարատներ, փոխվում է ձեր էրեկցիայի որակը, վտանգը կայանում է նրանում, որ դուք երկար օգտագործելով այսպիսի պրեպարատներ, ի վերջո կանգնում եք մի հարցի առաջ, որ դժվարությամբ եք հրաժարվում։ Այնքան ժամանակ եք այդ պրեպարատներով միայն անում հարաբերությունը, որ այլևս առանց այդ պրեպարատների դժվարանում եք պատկերացնել սեռական հարաբերությունը։ Սա ամենամեծ խնդիրն է։ Իմ հորդորը և խորհուրդն է չօգտագործել նմանատիպ պրեպարատները առանց բժշկի ցուցման։